Բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես Անահիտ Կիրակոսյանս եկել եմ, որ արթնանանք միասին։ Ինչ է հարկավոր արթնանալու համար՝ ուրախ ու դրական ռիթմեր։ Լավ երաժշտություն այս պահին, իսկ դուք արթնացեք։ Դենց ելներս վերադարձանք տաղավար եւ ինձ համար մեր տաղավարում միշտ տոն է, երբ ունենում ենք արվեստային լավ նորություններ, մշակութային նորություններ, ներկայացումներ։ Այս ամենի մասին կխոսենք մի փոքր ուշ, որովհետեւ այս բան առաջարկում եմ տեսանյութ, որից էլ պարզ կլինի, թե ովքեր են իմ այսօրվա հյուրերը։ Իմ շատ լավ ընկերներն են, շատ լավ նորությամբ մնացեք մեզ հետ։ Եվ այսպես, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի թատերական ստուդիայի ղեկավար, ռեժիսոր, դերասան ու ֆանտաստիկ ընկեր Արմեն Քուշկյանն է այսօր իմ հյուրը, բարի առավոտ։ Ողջույն։ Բեմական խոսքի դասախոս, վարպետուհի, դերասանուհի, գեղեցկուհի, մարդ, ում կարող ես լսել ու միանգամից ճանաչել, Ռուզաննա Հախնազարյանն է այսօր իմ հյուրը, բարի առավոտ։ Բարի լույս։ Ինչպես նաև թմկատիրուհու դերակատար Գայանե Բեկլարյանն է իմ հյուրը, բարև ձեզ։ Եվ Թաթուլի դերակատար Էդուարդ Սարգսյանն է իմ հյուրը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խոսքը գնում է այն ներկայացման մասին, որ կոչվում է Թմկաբերդի առում, կարծում եմ արդեն բոլորդ հասկացաք, մեր խումբը հրաշալի մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Բրյանցևյան միջազգային փառատոնին եւ Թմկաբերդի առումը ներկայացումը գրավել է առաջին տեղը։ Այս նորությունների մասին եւ ոչ միայն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Շատ ուրախ եմ, որ իմ տաղավարում եք։ Կրկին բարև ձեզ։ Մենք էլ ենք շատ ուրախ, հրաշալի առավոտ է սկսել, առավոտը քեզ հետ, արդեն տոն է մեզ համար։ Վաղուց չենք հանդիպել, բարև։ Ողջույն ու շատ լավ առիթ եղավ։ Առաջին անգամ չէ, որ անդրադառնում ենք Արմեն ջան քեզ որպես դերասան, արտիստ, ռեժիսոր, բայց այս անգամ պիտի խոսենք ստուդիայից։ Առհասարակ գանք նրան, թե քանի տարի է գործում ստուդիան, ինչպես եք ընտրում այդ երեխաներին, կա յուրահատուկ քաստինգ, թե հենց դուք եք սովորեցնում, որ նրանք հասնում են այնպիսի որակի, որ այսօր ունենք առաջին տեղ այն էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Ստուդիան վերաբացվել է արդեն 2 տարի եւ մենք թատրոնի տնօրինությունը որոշեց Վարդան Աճեմյանի վաղեմի այն հին ավանդույթները նորից ետ բերել թատրոն եւ ունենալ ստուդիա, որը արդեն հենց թատրոնի ներսում կաճեցնի, կկրթի այդ դերասանին, այդ թատրոնի մարդուն։ 2 տարի է գործում ստուդիան եւ մենք ընդհանրապես 6 ամսվա ընթացքում, քանի որ երկրորդ կուրսն էր մեզ հանձնված արդեն, 6 ամսվա ընթացքում ստեղծեցինք ներկայացումը Թմկաբերդի առումը։ Եվ քաստինգ այդպեսին չենք անում, մեր դռները միշտ բաց են, 14 տարեկանից սկսած մինչև 18-19 տարեկան, 20-21։ Այսինքն մեզ դիտող հեռուստաեկրանների հիմա հասկանամ, որ կարող են բոլոր նրանք, ովքեր սիրում են թատրոնը, ովքեր ուզում են զբաղվել թատրոնով, հենց թատրոնի ներսում, աշխատել իրոք թատրոնի մարդկանց հետ ու բարձրանալ մեծ բեմ, մեր դռները բաց են։ Ի դեպ մեր ներկայացումը Թմկաբերդի առումը արդեն ընդգրկվել է Սունդուկյանի խաղացանք, այսինքն մենք ներկայացումը խաղալու ենք մեծ բեմում, մայիսի 16 եւ 19 մեզ մոտ կարող են գալ եւ նայեք այն ստուդիայի մեր սաների աշխատանքը, որը Պիցերում գրավեց առաջին տեղը։ Սա իսկապես ուրախալի փաստ է, ինչու նաև ոչ ապացույց, որ ստուդիայում գտնվելով երեխաները արդեն հասել են պրոֆեսիոնալ բեմ ու դարձել է խաղացանկային ներկայացում։ Սա խոսում է ձեր աշխատանքի հաջողության մասին։ Ռուզաննա ջան, հարցս քեզ կուզենայի ուղղել, ինչ նշանակություն ունի քեզ համար այս ստուդիան։ Դու որպես դասախոս, որպես մարդ, ով բեմական խոսքի վարպետ է ու կարողանում է այդ վարպետությունը փոխանցել նաև երեխաներին, առհասարակ կյանքդ ստուդիայում։ Ավելի հստակ ասեմ, որ առանց իրենց չեմ պատկերացնում կյանքս արդեն։ Սիրում եմ այդպես ասել, մենք մի ընտանիք ենք դարձել ու այդպես էլ կա։ Փառատոնից վերադառնալուց ավելի են, որ ամուր, այսպես են չէ, ասում ճանապարհ գնա մարդու հետ եւ ավելի լավ կճանաչես, ու ես իմ երեխեքի հետ ճանապարհ գնացի ու ավելի հպարտացա իրենցով։ Այդ մի ամբողջ կյանքի դասեր էր իրենց համար։ Իսկ ստուդիայում աշխատանքս ինձ համար եւ շատ պատասխանատու գործ է, եւ նվիրական, բայց եւ ամեն ինչ շատ սիրով եմ անում։ Այսինքն ինչ կա, ինչքան էներգիա որ կա, ես ամբողջապես փորձում եմ իրենց փոխանցել ու նույնը ակնկալելով իրենցից։ Եվ դրա համար այսօր ունենք այդ արդյունքը, որովհետեւ մի շնչով ենք շնչում։ Ինքը անսամբլային գործ է,
իհարկե կան Մեկը դերակատարներ, մյուսի համար, այո, ահա։ բայց ինքը անսամբլային գործ է եւ ես շնորհակալ եմ, որ աշխատում եմ լավ մարդու հետ, Արմեն Քուշկյանի։ Ինչու եմ ասում այսպես, որովհետեւ շատ կարեւոր է ճիշտ սկսել, այն ամենամանրուքներից սկսած ճիշտ հղկել այդ երեխեքին, որ գանք հասնենք արդյունքի։ Եվ առանց մեկս մյուսի չենք պատկերացնում աշխատանքը։ Այսինքն ռեժիսորը աշխատում է, բեմական խոսքի ուսուցիչը աշխատում է նկարիչը, աշխատում է Պարի դասախոսը, իմ շատ սիրելի Արմինեն, բեմանկարիչը մեր Իզաբելան Սաֆրոնովա, աշխատում է երաժշտությունը, Ջուլիետան, բոլորս մի գծով, մի գաղափարի շուրջ։ Եվ դրա համար ստացվում է արդյունք մի մարդու մասին չի թատրոնը։ Ես ընդհանրապես անսամբլային մտածողությունը շատ սիրում եմ ու ֆանտաստիկ է, որ գտնում ես այն մարդուն, ով քո պես է մտածում, որ խոսքը առաջինն է ճիշտը թատրոնում, առաջին տեղում է, բայց խոսքն առանց շարժումը առանց երաժշտության մեկը մյուսով քայլում է նույն ճանապարհով։ Եվ շատ կարևոր է, որ այդ ճանապարհին որևէ բան չտուժի։ Երբ այնտեղ էինք ու ես շատ հուզված եմ եղել այդ խոսքերից, դրա համար անպայման ուզում եմ բարձրաձայնել եւ ժյուրիի անդամները խոսեցին հատուկ նշելով խոսքի մասին եւ ասացին, որ ինչքան կարեւոր է, որ խոսքը շարժման հետ նույն դինամիկայով առաջ է գնում։ Ինձ համար կարեւոր էր, որ իրենք չէին քննադատում, այլ քննարկում էին տեսարանները հերթականությամբ մեկը մյուսով այս տեսարանը սրա մասին էր արդյոք, այն տեսարանը սրա մասին էր, այ որ դուք բաժակը մեկնեցիք, այս սա էիք ուզում ասել եւ բոլոր ներկայացումները մաստեր կլաս էր դա իսկապես Իդեպ խոսեցիք ժյուրիի խոսքից, հենց այս պահին մենք ունենք մի փոքր հատված, դիտենք, լսենք, որից հետո շարունակենք։ Խոսքեր չկան, մարդիկ ասում են, որ դուք արդեն պրոֆեսիոնալ դերասաններ եք եւ նույնիսկ կարիք չկա այլևս մանկական ներկայացումների հետ ոտ գցելու, որովհետեւ ձեզ պետք է այլ հարթակում համեմատական անցկացնենք։ Հարցս ուղղում եմ ձեզ, Գայանե ջան, որ տարիքից եկաք ստուդիա, ինչ է ձեզ համար ստուդիան, դերակատարումը որ ստացաք, ոնց են տարվել աշխատանքները, ընդհանրապես սպասում եք նման հաջողության։ Շնորհակալ եմ շատ հարցի համար։ Ես թատրոն մուտք եմ գործել 14 տարեկանից, երբ մասնակցում էի դասարան գումարած դասական թատերական կրթական ծրագրին։ Այդ օրվանից շատ եմ սիրել թատրոնը եւ երբ իմացանք, որ վերաբացվում է Սունդուկյանի ստուդիան, միանգամից գրանցվել եմ եւ եկել այդ ժամանակից։ Երբ որ ստացա դերը, թմկատիրուհու շատ անսպասելի էր ինձ համար, որովհետև այդ նույն ներկայացումը մենք տեսել էինք, երբ կապում էին դասարան գումարած դասականի երեխեքը ու շատ հիացած էինք եւ ընկեր Արմենի աշխատանքով եւ երեխաները թե ինչպես դա հանձնեցին հանդիսատեսի դատին եւ շատ հուզիչ ու անսպասելի էմոցիաներ եմ ապրել այդ ժամանակ։ Հիմա քանի տարեկան ես։ 16 եմ դառնում հուլիսին, դեռ 15 տարեկան եմ։ Եվ արդեն խաղալու ես Մայր թատրոնի բեմում։ Այո։ Ինչ զգացողություններ ունես։ Հպարտ եմ ես ինձնով եւ երբեք չէի մտածի, որ այս տարիքում նման հաջողությունների կհասնեմ։ Շնորհակալ եմ շատ ձեզ, ընկեր Արմենի ընկերուս։ Գայանեի օրինակով սելերստատող կարող եք նայել եւ եթե նկատել եք ձեր երեխայի մեջ տաղանդ ու ցանկություն արվեստի մշակույթի հետ առնչվելու, ապա խնդրեմ, այսպիսի երեխաներ են այնտեղ կրթվում եւ նման խոսք ունեն գրագետ, հստակ, գաղափարային եւ ճիշտ ճանապարհի վրա են։ Էդուարդ, հարցս քեզ եմ ուզում ուղղել, նախքանի տարեկան ես հիմա եւ դու երբ վարակվեցիր թատրոն հիվանդությամբ։ Բարև ձեզ, ես 18 տարեկան եմ հիմա, ես էլ դասարան պլյուս դասականի շրջանակներում եմ ծանոթացել թատրոնի հետ, ինձ համար էլ առաջինը եւ շատ մեծ բացահայտում էր թատրոնը, մեծ բեմը ու առաջին քայլը հենց մեծ բեմում շատ պատասխանատու էր ինձ համար, ես եմ եղել դասարան դասականի Թմկաբերդի առումը հենց Թաթուլի դերակատարը։ Թույլ տվեք այստեղ մի հատ ընդմիջեմ, մենք Էդուարդի համար կռիվ ենք տվել, դե այնտեղ դասարան դասականում կա եւ մյուզիկլ, եւ մնջախաղ, եւ մյուզիկլի հետ կռիվ ենք տալիս, ես գողացա։ Որ չէ, Էդուարդը մեզ մոտ է։ Էդուարդը մեզ մոտ, ինքը եկել էր մյուզիկլ տալու, ինքը եկել էր երգելու, մենք գողացանք իրան վերեցինք թատերական բան, դրամատիկ ստուդիա։
Եվ խնդրեմ Որովհետև հիանալի երգում է։ Ես դիմելուց էլ հարցազրույց կար փոքրիկ, այդ ժամանակ էլ ասեցի, որ ինձ ծանոթ է մյուզիկլը, ես մինչ այդ խաղացել եմ մյուզիկլներում ու ավելի լավ կլինի այդտեղ ավելի շատ ինձ կատարելագործեմ, բայց քանի որ առիթ ընձեռվեց ինձ դրամայում ինձ փորձելու, ես պատրաստ էի այդ մեծ փորձությանը 15 օրում հասցրեցինք անել դասարան դասականի այդ մեծ ներկայացումը, որից հետո շատ ավելի պատասխանատու էր ներկայացնել Հայաստանը արտերկրում, չեմ ասի հեշտ էր, շատ դժվարություններով, մեծ փորձություններով հասանք այդ մեծ բեմին ու հիմա ավելի հպարտ ու ավելի կայուն ուզում ենք մեզ ցույց տալ Ծունդուկյանի մեծ բեմում։ Արմեն, ինչպես ընտրվեց գործը, ինչու հենց Թմկաբերդի առումը, քո ցանկություններ, երեխաներից էր բխել։ Անկեղծ ասած հատուկ սեր ունեմ այդ գործի հանդեպ։ Վաղուց է ինձ հետապնդում այդ գործը, այնտեղ շատ հետաքրքիր գծեր կան, որը կարելի է բացել։ Իդեպ մենք մի քիչ շեղվել ենք Թումանյանից, շեղվել ենք այն իմաստով, որ մեզ մոտ ներկայացումը սկսում են վհուկների խումբը, որոնք մարդկային բոլոր վատ զգացողությունների հավաքական կերպարն են, որի կենտրոնում ծաղրածուն է որպես փառքի եւ մահվան խորհրդանիշ։ Հետո մենք ունենք այնտեղ թմկատիրուհու ընկերուհին, որը այդտեղ գիծ ենք օրինել, որը սիրահարված է Թաթուլին փոքրուց, բայց քանի որ ընտրել է ընկերուհուն, գնում է դավաճանության, այսինքն պալատը ներսից պիտի քանդել։ Ես գտնում եմ, որ պիտի ներսը ինչ որ մեկը լինի, որ կարողանա ուտել այդ միտքը, հա, կարողանա իրեն թունավորել։ Գտել եք պատճառը, այսպես ասած։ Այո, խորացրել ենք գործը մենք, ավելի բացել ենք եւ հենց թատերագետները, որոնք ներկայացումը քննարկում էին մեր, շատ էին հավանել այդ խոր գաղափարը եւ իրենք եկան նույնիսկ հին հունական թատրոնից մինչեւ մեր օրերը ու շատ դրական կարծիքներ հնչեցին, շատ Ուզում եմ այստեղ մի շատ կարևոր բան ասել, որ սա սովորական ստուդիա չի, որտեղ ուղղակի 1-2 հոգի են աշխատում երեխեքի հետ, մի ամբողջ թիմ է աշխատում։ Մենք ունենք դերասանի վարպետություն, բեմական խոսք, երգ, պար, մնջախաղ եւ երեխեքը ամբողջ մի շաբաթ թատրոնում են։ Այսինքն բոլորը աշխատում են իրենց հետ եւ արդյունք չստանալ ուղղակի կարծում եմ հնարավոր չի։ Ես միշտ ուրախանում եմ, երբ կա աշխատանք, թիմային աշխատանք, նպատակ ու այդ նպատակը միանշանակ երևում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Ես սրտանց ուզում եմ շնորհավորել ձեզ ու շնորհակալություն հայտնել ձեր կատարած քրտնաջան աշխատանքի համար, որովհետեւ միայն այդ դեպքում է հաջողությունը ուղեկցում ու վստահ եմ դեռ ուղեկցելու ձեզ ու ձեր ստուդիայի սաներին։ Շնորհակալ ենք։ Եթե շնորհակալության խոսքերին անդրադարձանք, ես էլ ի սրտե կուզեի շնորհակալություն հայտնել Մայր թատրոնին, հանձինս մեր տնօրենին Վարդան Մկրտչյանին եւ ինչպես Արմենն ասաց, բոլոր այն մարդկանց, ովքեր այս ներկայացման մեջքին կանգնեցին, հավատացին այս երեխեքին ու մեզ ու այս հաջողությունը գրանցեցինք։ Իսկ քանի որ մենք ունենք այսօր տաղանդավոր սաներ մեր տաղավարում, ես չեմ կարող բաց թողնել նրանց առանց երգի, նշվեց, չէ՞, տղան ուզում էր մյուզիկլով գնալ բերել են դրամա։ Եկեք վայելենք նրա կատարումներից մեկը ու գեղեցիկ ձևով ավարտենք մեր այսօրվա։ Կօգնեք միանալ, չէ՞։ Էդվարդ։ Երանի թե իմ սիրունը հերուններից դունգար Ծաղիկ պնջած մելերներից հերուններից մոտ գար Ինչու թողիր դու երացար Ինչու սերս մորացար Արցունքներս սովարեցի Սիրտս այրեցի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայի սաներն էին մեր հյուրերը, ինչպես նաև իրենց ղեկավարները Արմեն Քուշկյան, Ռոզաննա Ախնազարյան, զրուցում էինք նրանց հաջողությունների մասին ու ընթացքի մասին։ Ես ձեզ մաղթում եմ շնորհակալություն եւ նորանոր հաջողություններ, իսկ ձեզ սիրելի հեռուստատիտողներ, միայն կասեմ մնացեք բարով ու հետևեք նաև թատերական նորություններին, դա շատ կարևոր է։ Այսօրվա համար այսքանը։ Ցտեսություն։